Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Երկիր մեդիայի եթերում Արմաթ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի երբ մարդը կտրվում է իր հայրենիքից, ապա կորցնում է նաև իր ինքնությունը։ Այդ ինքնությունը չկորցնելու համար մենք պահպանում ենք մեր մշակույթը, որպեսզի փոխանցենք սերունդներին։ Այսօր մեր հաղորդման հիմնական թեման լինելու է Արցախի մարդակերպ կոթողները, ինչպես նաև Շուշիի Մեղրեցոց եկեղեցու պեղումները։ Հարցի շուրջ զրուցելու ենք պատմագիտության թեկնածու Նժդե Երանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Երանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մարդակերպ կոթողները ես առաջին անգամ տեսա Մարտակերտի երկրագիտական թանգարանում եւ կար նաեւ Արցախի պատմագրագիտական թանգարանում, որի մասին պատմում էին սկսած ֆանտաստիկ այսպես պատմություններ, թե ինչպես են հայտնվել դա Արցախի տարածքում, գիտական ուսումնասիրություններ, որպես այդպեսին չէր ուսումնասիրվել, կային ադրբեջանական ինչ-որ պատմաբաններ, որոնք զավեշտալի ուրեմն հիպոթեզներ էին ներկայացնում, ինչպես ծագեց ձեր մոտ այն միտքը, որ պետք է այդ մարդակերպ կոթողները ուսումնասիրել գիտականորեն։ Խնդրեմ։ Կոթողներին ես առաջին անգամ անդրադարձա երևի 2010 կամ 11 թվականին, այն ժամանակ դեռ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանող էի, որպես ավարտական թեզի աշխատանք պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի մոտ ընտրել էի այդ թեման, իմ համար բավական անծանոթ, չնայած արդեն այդ տարիներին Տիգրանակերտի պեղումներին մասնակցում եի եւ Արցախ հաճախ էի գնում, բայց գիտական առումով բավական անծանոթ եւ ես էլ ձերպես առաջին անգամ կոթողները տեսել եմ Մարտակերտի թանգարանի բակում։ Առաջին հերթին ինձ գրավեց դրանց քիչ ուսումնասիրված լինելը։ Իսկապես հետաքրքիր էր գտնել ու բացահայտել, փորձել բացահայտել մի թեմա, որը ավելի քիչ է ուսումնասիրված եւ դրա մասին ասելիք պետքա որ լինի։ Այո, ճիշտ է, կոթողների առաջին անդրադարձը եղել է ադրբեջանցի որոշ հնագետների աշխատանքներում 1960-ական թվականներին առաջին մարդակերպ կոթողներն են հայտնաբերվում, մոտավորապես 12-13 մարդակերպ կոթող պատահաբար գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում են, դրանք դաշտից տեղափոխվում են տրակտորիստի ով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում նրա բակ, ընդհանրապես շատ հետաքրքիր է այս թեման, որ ոչ միայն կոթողների իրենց հնագիտական կոնտեքստը վերականգնելը, այլ նաև դրանց ընկալումները, տարբեր հասարակական տարբեր ընկալումները, ինչպես են ընկալում օրինակ մասնագետները, ինչպես են ընկալում գյուղացիները, ովքեր գտել են, ինչպես են ընկալում զբոսաշրջիկները եւ արդեն այս 21-րդ դարում ինչպես են ներկայացնում եւ ընկալում տարբեր սենսացիա փնտրող լրագրողներ, բլոգերներ եւ այլն։ Այս բոլոր դիտանկյունները փորձել եմ անդրադառնալ հետազոտության ընթացքում։ Առաջին կոթողները, ինչպես նշեցի, Մարտակերտի դաշտերում են հայտնաբերվել, հենց այն տրակտորիստը, որ գտել է դրանք, տեղափոխել է իր տամբակ, այդպես երևի թե մի կարևոր ու գանձ գտնելու մոլուցքով տարված տեղափոխել է իր տամբակ, հետո որոշ ժամանակ հետո հասկացել է իրեն տեղեկացրել են, որ դրանք հավանաբար մահարձաններ են եղել եւ այդտեղից արդեն սկսել է կոթողների երկրորդ, երրորդ կյանքը։ Դրանք հետո տեղափոխվել են Մարտակերտի բլուրներից մեկի վրա, այնտեղ հավանաբար ցուցադրելու եւ արդեն անկախության տարիներին շրջվարչակազմի ղեկավար Սևակ Արծրունու ջանքերով առաջարկությամբ տեղափոխվում են այն շենք, որտեղ հետագայում բացվում է Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանը եւ մինչեւ վերջ այս Մարտակերտում առնվազն հայտնաբերված կոթողները գտնվում էին հենց թանգարանի բակում, վստահ եմ ով եղել է Մարտակերտում, եթե ոչ թանգարան այցելել, ապա գոնե բակում տեսել է այդ կոթողները, շատ հետաքրքիր մարմնակառուցվածք ունեցող, տենց երկայնական սալեր են դրանք, ավելի մանրամասն խոսեմ դրանց մասին, բայց հետաքրքիր է հենց այս բացահայտումից մինչև թանգարան հասնելու պատմությունը եւ շատ ճիշտ նկատեցիք, որ առաջին անդրադարձը այս կոթողներին հենց եղել է ադրբեջանցի հետազոտողների կողմից։ Ես
անկեղծ ասած մի փոքր զարմանալի է, թե այդ հնարավորությունների պայմաններում, հնարավորություն ասելով նկատի ունեմ դրանց, միջավայրը գոնե հայտնի էր։ Երբևէ փորձ չի եղել իրենց կողմից այդ տարածքը հնագիտորեն ուսումնասիրել, թեկուզ արտաքին նյութի որևէ հետազոտություն անել, ել չեմ խոսում պեղումների մասին։ Իսկ ինչու եմ վստահ դրանում, որովհետև որևէ հրատարակությունում իրենք հնագիտական միջավայրի մասին չեն խոսում, որովհետև շատ հեշտ էր տիրաժավորել Արցախի տարածքում ցանկացած հայտնաբերված հնագիտական նյութ տիրաժավորել որպես աղվանական, ինչը ամբողջ իրենց գիտական թեզերի եւ գիտական աշխատանքների առանցքում էր։ Մի բան, որը բացարձակ կապ չունի, ինչպես ձեր խոսքում ասացիք, կապ չունի այս կոթողների հետ, սրանք նախաքրիստոնեական, իսկ ավելի կոնկրետ մեր թվարկությունից առաջ 8-ից 6-րդ դարերով թվագրվող կոթողներ են եւ բավական շուրջ 1000-ամյակ կամ մի փոքր ավելի քիչ հեռու են իդենտիֆիկացված աղվանական մշակույթից։ Իսկ ձեր կարծիքով ինչ էին իրենից ներկայացնում այդ մարդակերտ կոթողները, այսինքն որպես մշակույթ, ինքը արդյոք աղերսներ ուներ նաև տարածաշրջանային ընդհանուր մշակույթի համատեքստում։ Մեր հետազոտության ընթացքում արդեն երբ որ 2013 թվականին կանոնավոր հետազոտությունը սկսեց կոթողների, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կազմում որպես տեխնացուական տնախոսություն սկսեցի զբաղվել կոթողներով ավելի մանրամասն, փորձելով հասկանալ եւ կոթողների հնագիտական միջավայրը եւ դնել իրենց ավելի լայն պատմական այդ տարածական կոնտեքստի մեջ, որովհետեւ որքան էլ որ տարածված լինի տարածաշրջանում նմանատիպ կոթողները, բնականաբար դրանք կտրված չպետքա լինեին տարածաշրջանային ընդհանուր մշակույթից։ Հետազոտության ընթացքում արդեն կարողացանք բացահայտել մոտավորապես 40 նմանատիպ կոթողներ կամ դրանց մասին տվյալներ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև մենք ունենք մոտ 3-4 նմանատիպ կոթողի մասին տեղեկություն հրատարակված ադրբեջանցի հնագետների կողմից, բայց դրանց գտնվելու մեկի մասին ունենք տեղեկություն, որ դա տեղափոխվել է Բաքու, իսկ մյուսների գտնվելու մասին տեղեկությունը բացակայում է, այսինքն որոշակի ժամանակում դրանք անհետացել են կամ գուցե էլի տեղափոխվել են Բաքու կամ մեկ այլ թանգարան։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր հենց առաջնային խնդիրներից էր կոթողները դնել իրենց պատմական մշակութային կոնտեքստի մեջ եւ մեզ հաջողվեց նաեւ վավերացնել շատ կարեւոր է, գիտեք, հնագիտական նյութը, երբ որ կոնտեքստից կտրված է, դա ուղղակի դառնում է մի գեղեցիկ մի բան, գեղեցիկ քանդակ եւ իր հիմնական տեղեկությունը կարծես արդեն կտրվում է այդտեղից եւ այդ 40 կոթողներից վերջին խումբը, մոտավորապես 10 կոթող կամ դրանց որոշ բեկորներ հայտնաբերվեց 2016 թվականին Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում 2016 թվականին եւ դրանց լանդշաֆտը եւ այս կոթողների մեկ վայրում կուտակված լինելը հուշում էր, որ սրանք պետք է որ իրենց կամ չի բացառվում, որ իրենց նախնական կանգնեցման վայրում լինեն։ Եվ այդ նպատակով մենք հետախուզական պեղումներ իրականացրեցինք, որը հետագայում ընդարձակեցինք եւ իսկապես կոթողները գտնվում էին իրենց նախնական կանգնեցման վայրում։ Արցախի մարդակերտ կոթողների եւ թույլ տվեք ասել տարածաշրջանի մարդակերտ կոթողների ուսումնասիրության տեսանկյունից չափազանց կարեւոր հայտնագործություն էր սա։ Կոթողները գտնվում էին մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով թվագրվող Դամբարանի կենտրոնում, առայժմ դժվար է ասել իրենց հարաբերակցությունը Դամբարանի վրա արդյոք կանգնեցված են, որովհետև բոլորը պարկած շուռեկած վիճակում էին գտնվում։ Դամբարանի վրա արդյոք կանգնեցված են եղել, թե որոշակի հատվածում թաղված, ամենայն հավանականությամբ համադրելով զուգահեռ այլ նյութերը հայտնաբերված նմանատիպ կոթողներ, օրինակ Հյուսիսային Կովկասի տարածքից, Մերձև ծովի տարածքից, Ղրիմից եւ ամենակարևորը նաեւ իրանական Սարահարթից, համադրելով այդ նյութերը կարող ենք վստահ ասել, որ Արցախի մարդակերտ կոթողները եղել են մահարձաններ, թվագրվում են մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի սկզբով եւ մի կարևոր հանգամանք եւս այս դեպքում, որ
մենք ոչ միայն վավերացրեցինք դամբարանի վրա, որը շատ կարևոր էր, բայց ավելի կարևոր մի տեղեկություն եմ ուզում ասել, դա դամբարանից վերցրած նյութի ածխածնային մեթոդով թվագրումն էր, որը ինձ հայտնի գոնե մարդակերպ կոթողներին առնչվող դամբարանների դեպքում առաջին դեպքն է։ Այսինքն Արցախի մարդակերպ կոթողները եւ դրանց պեղումները կարևոր են ոչ միայն բուն այդ Արցախի մշակույթի եւ Արցախի կոթողները ուսումնասիրելու տեսանկյունից, այլ առհասարակ մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով թվագրվող լայն տարածաշրջան ընդգրկող սկսած իրանական սարահարթից մինչև նշեցի Մերսևցով, իսկ ավելի ուշ նաեւ Եվրոպա նմանատիպ մարդակերպ կոթողների թվագրման դրանց հնարավոր մշակութային պատկանելիության տեսանկյունից շատ կարևոր հայտնագործություն էր սա։ Այնպես մարդակերպ կոթողների այդ յուրօրինակությունը որ կար, ի վերջո հարևան շրջաններում իր ազդեցություն ունեցել է, իր տարածականություն ունեցել է, թե կոնկրետ ասենք միայն հայտնաբերվել է Մարտակերտի շրջանում, ինչպես նշեցիք Հյուսիսային Կովկաս, Մերսևցովյան տարածք, իրանական սարահարթ, ինչքան մենք տեղյակ ենք, համենայն դեպս այդպիսի Մարտակերտ կոթողներ այլ վայրերում Արցախի կոնկրետ մեզ հայտնի չեն։ Արդյոք ձեզ հայտնի է այդպիսի տեղեկություններ։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Այստեղ երկու հանգամանքի եմ ուզում անդրադառնալ։ Նախ համաժամանակյա նմանատիպ այլ կոթողները եւ արդյոք դրանից բացի արդյոք կար նախքան կոթողների այստեղ կոթողների մշակույթը այստեղ հայտնվել է։ Արդյոք այս տարածաշրջանը հայտնի է մարդակերպ այլ կոթողներով թե ոչ։ Նշեմ, որ բնականաբար հայկական լեռնաշխարհը կամ առնվազն դրա կենտրոնական եւ հարավ-արևելյան հատվածները, այսինքն ժամանակակից Հայաստանը եւ Սյունիք Արցախյան գոտին նախքան առաջին հազարամյակը եւս հայտնի են իրենց մարդակերպ կոթողներով, բայց ունեն մի առանձնահատկություն, այսինքն մշակույթը որպես այդպիսին տեխնիկական առումով, արվեստաբանական առումով մշակույթը եւ դրա գիտելիքը պատրաստելը եւ դրա որևէ ձև արժևորումը արդեն հայտնի էր, բայց մենք մինչև առաջին հազարամյակը սա նախնական դիտարկում է, բայց կարծես եղած տվյալները հուշում են, որ դա պետք է որ հաստատվի։ Նախքան առաջին հազարամյակը մենք ունենք եզակի կանգնեցված կոթողներ, շատ հազվադեպ քանդակվող ամբողջ մարմինը, ավելի հաճախ հանդիպում ենք քանդակված միայն գլուխը, եւ սրանք պետք է որ ինչ-որ կուռքեր կամ թույլ տվեք ասել նախնական ինչ-որ գուցե Աստծո պատկերումներ, այսինքն բացառապես կապված են պաշտամունքի հետ։ Առաջին հազարամյակից սկսած գուցե նաև տարածաշրջան նոր մշակութային եւ նոր ցեղերի ներթափանցման պայմանավորված։ Մենք արդեն տեսնում ենք, որ մարդակերպությունը կոթողները կրում են հենց մարդկային դետալներ, այսինքն ոչ թե աստվածության սիմվոլներ են, այլ հենց ռեալ իսկապես գոյություն ունեցող եւ հանգուցյալ հավանաբար մարդուն էին պատկերում։ Եվ կարևոր մի ֆենոմեն, որ սրանք 1-2 օրինակից բացի սկսում են մեծ խմբերով հանդիպել։ Այսինքն կարող ենք ասել, որ արցախյան կոթողները լայն այդ մշակութային դրսևորման տեղական առանձնահատուկ դրսևորում ունեցող կոթողներն էին։ Հայաստանի տարածքում, բուն Հայաստանի տարածքում մենք տեսնում ենք միայն Արցախում, որևէ այլտեղ Սյունիքում էլ ունենք շատ մարդակերպ կոթողներ, այլ հատվածներում էլ ունենք կենտրոնական հատվածները Մարզյան դաշտում եւ այլն, բայց նմանատիպ մեծ կուտակում կարծես թե չկա։ Տեսնում ենք միայն Արցախում եւ որոշ կուտակումներ նաեւ Տավուշի մարզում, բայց դրանք պատկերագրական առումով արցախյան մարդակերպ կոթողները միանշանակ տարբերվում են։ Տեխնիկական պատրաստման առումով, այո, դրանք ունեն նույն ընդհանրությունները։ Եվ Արցախի մարդակերպ կոթողներին մեր հետազոտության ընթացքում ամենամոտ օրինակները հանդիպեցինք իրանական սարահարթում, որտեղ Ուրարտական Արձակքալե ամրոցի դեռևս 1976 թվականին առաջին անգամ Չարլզ Բըրնին արձանագրում է այս կոթողները, որոշ օրինակներ հանդիպում է Ուրարտական ամրոցի պատերի մեջ, այսինքն առնվազն մեր թվարկությունից առաջ 7-8-րդ դարերում դրանք արդեն կորցրել էին իրենց նշանակությունը եւ որպես շինանյութ վերաօգտագործվել են։
Եվ ամենամեծ օրինակները այո իրանական սարահարթում տարածված այս զուգահեռներն են եւ այս մեր դիտարկումը հետազոտությունը թույլ է տալիս ասել որ մենք գործ ունենք մի մեծ ընդհանուր մեծ մշակութային դրսևորման հետ երբ որ առաջին հազարամյակում կապված հավանաբար կլիմայական ճգնաժամերի հետ սկսում են մեծ ցեղային տեղաշարժեր ամենայն հավանականությամբ ռուսական տափաստաններից կլիմայի փոփոխության արդյունքում անհնար էր ուղղակի ապրելը, սկսում են մեծ ցեղերի տեղաշարժեր եւ դրանք շարժվում են թե դեպի հայկական լեռնաշխարհ, թե դեպի իրանական սարահարթ եւ տեսնելով այդ մշակույթը հետագայում իրենց վերադարձի ճանապարհին նոր իրենց բնակավայրեր դեպի Մերձևծով, դեպի Եվրոպա, իրենց հետ այս մշակույթը տարածում են, որպեսզի ավելի պատկերավոր եւ բարձ լինի մեր հերթադիտողին, ասեմ, որ խորհրդային տարիներին շատ մեծ բում էր ապրում սկյութական մշակույթի մասին հայտնագործությունները, հրատարակությունները, շատ են հանդիպում այդ սկյութական բաբաներ կոչված արձանները, որոնք խորհրդային գրականության մեջ անվանվում էին բացառապես սկյութական եւ գուցե դա նաեւ ուներ գիտականից բացի մի քիչ նաեւ կարծում եմ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ խորհրդային ռուսական գրականությունը փորձում էր այդ թեզը զարգացնել, որ սկյութներն են ռուսների նախնիները, տարածաշրջանի ամենահին քաղաքակրթություններից մեկը եւ այլն, գուցե դրանով պայմանավորված չեմ ուզում ինչ-որ կանխակալ բան ասել, բայց կարող ենք վստահ ասել, որ մարդակերպ կոթողների այս մշակույթը, որը ամբողջ խորհրդային գիտական գրականությունը թմբկահարում էր որպես սկյութական, ծագումը ամենայն հավանականությամբ իրանական սարահարթի տարածքում է։ Իսկ Արցախը այդ մշակույթի համար կարևոր հանգրվաններից եւ կարևոր կետերից էր։ Նախ մեզ ցույց է տալիս տարածաշրջանի այդ ժամանակվա մշակույթը, թե ովքեր են ապրել, ինչպես են ապրել, ինչ զարդեր են կրել, ինչ հանդերձանք են ունեցել, ինչ զենքեր այս կոթողներից 40-ից հասնող կոթողներից 7-8-ը իրենց թիկունքին դաշույններ են պատկերում։ Տեսնված մի բան, շատ թվում է թե սխեմատիկ պարզապես զենքի պատկերում էր, բայց իսկապես այդ դաշույնների վրա մանրամասն իրենց պատյանի ձևը, բռնակի ձևը այնքան մանրամասն պատկերված է, որ մենք արդեն հասկանում ենք, թե այդ մարդիկ ինչպես են հանդերձավորվել։ Նրանց այդ կոթողների վրա, շատերի վրա թիկունքի կողմից մազերը, երկար մազերը փրված, այսինքն նորից հանդերձանքի, իրենց կենցաղի մասին տեղեկություններ, ել չեմ խոսում արդեն հնագիտական պեղումներով հայտնաբերված նյութերը ինչպես են խոսում։ Մոտավորապես ինչ են սնվել, այդ նյութերի մեջ մեծ տիվ էին կազմում նաև ոսկրե առարկաները եւ իբրև ոսկոր թաղված հանգուցյալի հետ եւ ոսկորից առարկաները, բռնակներ, ձյու զարդերի հանդերձանքի մասեր, տարբեր գործիքների բռնակներ։ Այս ամեն ինչը հետազոտության թեմա է եւ մենք մեր գործընկերների հետ երկու տարբեր հոդվածներով անդրադարձել ենք միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, թե դրանց հնամարդաբանական միջավայրը կոթողների, թե դրանց հնակենդանաբանական եւ որ շատ կարեւորն է, թե այս ոսկորները ինչ կենդանիների ոսկորներ էին։ Արդյոք դրանք վայրի կենդանիներ էին, թե ընտելացված։ Ուզում եմ ասել, որ հետաքրքրությունը եւ հետազոտությունը միայն կոթողների քանդակային տեխնիկան կամ դրանց գործառույթը ներկայացնելը չի, այլ ավելի լայն միջավայրը բացելը։ Պարոն Երանյան, դեռ պատանի տարիքից երբ որ դպրոցական էի, միշտ հետևյալ հարցն էին ուզում, որ ասում էին, հատկապես ովքեր Շուշիում էին աշխատում, իրենք ասում էին, որ հայկական մասում Շուշիի մի եկեղեցի էլ կար, բայց այդ եկեղեցին կարծես թե ավերվել է եւ կամ էլ մի մասը շուշուկով ասում էին, որ այդ եկեղեցին այսօրվա թուրքերի ասած ամառային կինոթատրոնն է եւ անկախացումից հետո ձեզ բախտ վիճակվեց որպեսզի դուք պեղումներ կատարեք Շուշիի Սուրբ Աստվածածի Մեղրեցոս եկեղեցու տարածքում եւ փաստորեն նորովի բացահայտել այդ հուշարձանը։ Ինչ կարող եք դրա մասին պատմել մեր հեռուստադիտողին։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ Շուշիի Մեղրեցոս Սուրբ Աստվածածի եկեղեցում աշխատելը իմ մասնագիտական գործունեության երևի ամենահետաքրքիր, ամենատարօրինակ, ամենահետաքրքիր պեղումներից է եղել եւ գուցե այդպես էլ մնա, որովհետեւ
քիչ է հանդիպում հնագետին իրավիճակ, որ պեղի ոչ միայն ժամանակակից շերտերը, դա երբեմն հանդիպում է, այլ նաև պեղել եւ բացել ասֆալտը, այո, ես ասֆալտը հեռացնելով, իսկապես գործիքներով, ձեռքերով այդ ասֆալտի շերտը հեռացնելով բացել ենք եւ բացում էինք եւ ապշած էինք մեր արած աշխատանքից, թե ինչպես է բացվում եկեղեցին ասֆալտի տակ, ինչպես դուք նշեցիք եւ ձեր հետ խորհրդակցելով, ձեր հետ քննարկելով եւ բազմաթիվ շուշեցիների այդ տեղեկությունները հավաքելով եւ նաեւ Շահեն Մկրտչյանի աշխատանքում մի փոքր հետաքրքիր տեղեկություն կա այդ մասին, թե ինչպես են ականատեսները պատմում, որ Շուշիի Մեղրեցոց եկեղեցին, որը գտնվում էր վերին թաղում, որը մեծ ամբողջությամբ հայաբնակ էր, ինչպես է եղել, որ եկեղեցին չեն կարողացել, փորձել են եկեղեցին քանդել, հասկացել են, որ հիմնապատերը շատ ամուր են, չեն կարողանում քանդել, ռումբով այդ ականատեսներն էին պատմում, ռումբով պայթեցրել են եւ անգամ դրանից հետո հիմնապատերը մնացել են եւ ներառել են ասֆալտի տակ եւ քանի որ Շուշին շատ հայտնի նաեւ հանգստային քաղաք էր եւ մոտակայքում հանգստավայրերից մեկն էր գտնվում, որպես այդ հանգստավայրի բացօթյա կինոթատրոն են օգտագործել։ Մենք հավաքելով բոլոր այս տեղեկությունները ականատեսների, ովքեր ժամանակին երեխա են եղել, ականատեսների այս տեղեկությունները հավաքելով այն հատվածը, որը օգտագործվել է կինոթատրոնի բեմ, տեղորոշեցինք որպես եկեղեցու պահպանված հատված, հեռացրեցինք ասֆալտի շերտը եւ իսկապես բացվեց ուղղանկյուն հատակագծով մոտավորապես 25 մետրը 12 մետրի վրա, պատկերացրեք ինչ հսկա կառույց է եղել, մինչև 1 մետր հաստությամբ պատերով Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին, դա ուղղակի չգիտեմ, եւ մասնագիտական տեսանկյունից իմ համար շատ ապշեցուցիչ էր եւ որպես հայ քրիստոնյա ուղղակի դու ապշում ես, թե ոնց կարող են նման բան անել, որտեվ ամեն դեպքում հոգեվոր կառույցը կարծում եմ, որ որոշակի առումով պիտի գոնե զերծ մնար այդ բաներից, էլի կոնֆլիկտներից, շահարկումներից եւ այլն։ Եվ եկեղեցու երկու մուտքերը բացվեց հարավային եւ արևմտյան կողմից, սալահատակ, այսինքն բոլոր տվյալները հուշում էին եկեղեցու ներսում նաեւ ծեպներ պահպանվել, որոշակի որմնանկարի կամ գույնի հետքեր, այսինքն անգամ այսքանով հանդերձ, երբ որ քանդվել է, պայթեցվել է եւ ներառվել է ասֆալտի տակ, նրա հիմնական բաղադրիչները պահպանված էին։ Եկեղեցին ամենայն հավանականությամբ ունեցել է Սյունիք Արցախում տարածված 17-18-րդ դարերում ուղղանկյուն հատակագծումով կենտրոնում զանգակատուն, ռոտոնդայով զանգակատուն ունեցող եկեղեցիների տիպին է պատկանել եւ մենք կարողացանք վավերացնել նաեւ այն տեղեկությունը, որը Մակար Բախբոդարյանցը իր վկայություններում նշում է, թաղակապ ծածկը ամփոփվում էր 4 կենտրոնում գտնվող 4 սյուների վրա, հսկայական մի կառույց եւ 10 պատուհանով, 2 մուտքերով, այսինքն ժամանակին իսկապես Շուշիի վերին թաղի հայերի համար շատ կարևոր մի վայր է եղել, որը ուղղակի խորհրդային տարիներին խորհրդային իշխանության որոշումով քանդվել է, պայթեցվել է, մեզ հաջողվեց բացել, հետագայում գիտեմ, որ Արցախի туриզմի վարչությունը նաև ինֆորմացիոն վահանակ տեղադրեց այնտեղ, բայց ցավոք սրտի նորից Շուշիի օկուպացիայից հետո մենք մեր գործընկերները Կովկասի մշտադիտարկման խումբը Քորնել համալսարանի վավերացրեց, որ նորից շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ամբողջ շինարարական աղբը նորից լցրել են եկեղեցու տարածքում, եկեղեցու վրա եւ հիմա մասնակի կամ ամբողջությամբ նորից փակեց ցավոք սրտի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Երենյան, սիրելի հայրենակիցներ, այսպեսով մենք ավարտեցինք հերթական հաղորդումը, բարին ձեզ, կհանդիպենք։